Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր փետրվարի 6։ Եթե քո Եհովա Աստծո ձայնին լսես, դու քաղաքի մեջ օրհնյալ կլինես։ Երկրորդ Օրինաց 28-րդ գլուխ 2-3 խոսքեր։ Քաղաքը լի է հոգսերով, եւ նա, ով հարկադրված է օր-օրի նրա մեջ մտնել, շուտով զգում է, թե որքան մեծ է նրա մաշեցնող ծանրությունը։ Այն լցված է աղմուկով ու խառնաշփոթով, շարժով եւ եռուզեռով, տառապալից աշխատանքով ու հոգնեցուցիչ վազքով։ Նրա մեջ շատ են գայթակղությունները, կորուստներն ու անհանգստությունները, սակայն քաղաքը գնալը Աստծո օրհնությամբ թեթևացնում է նրա դժվարության ծանրությունը, իսկ այնտեղ մնալը նույն օրհնությամբ օգնում է գտնել ուրախություն նրա պարտականությունների մեջ եւ զորություն հավասար նրա պահանջներին։ Քաղաքում օրհնված լինելը գուցե մեզ մեծ չդարձնի, բայց անպայման բարի կպահի, գուցե մեզ հարուստ չդարձնի, բայց ազնիվ կպահի։ Անկախ նրանից, թե մենք պահակներ ենք, քարտուղարներ, կառավարիչներ, վաճառականներ, թե դատավորներ, քաղաքը մեզ հնարավորություն կտա ապացուցելու մեր օգտակարությունը։ Ձկնորսությունը լավ է այնտեղ, որտեղ ձկները շատ են, եւ հույս կա աշխատել մեր Տիրոջ համար ամբոխի մեջ։ Մենք կարող ենք նախընտրել գյուղի կյանքի լռությունը, բայց եթե Տերը մեզ կանչի քաղաք, մենք անպայման պիտի նախընտրենք այն, քանի որ այնտեղ լայն դաշտ կա մեր եռանդը գործադրելու համար։ Ուստի այս խոստմանը վստահելով, եկեք այսօր Տիրոջ բարիքներին սպասենք եւ ձգտենք մեր ականջները բաց պահել Տիրոջ ձայնի համար, իսկ մեր ձեռքերը պատրաստ նրա կամքը կատարելու համար։ Հնազանդությունը օրհնություններ է բերում։ Նրա պատվիրանները պահելու մեջ մեծ վարձատրություն կա։ Սաղմոս 19-րդ գլուխ 11-րդ խոսք։